Ուսումնական տարին ավարտվում է Մայրաթորի հովանավորությամբ գործող բոլոր հայորդաց տներում։ Ամենուր հաշվետու բաց դասեր են, համերգներ եւ ցուցահանդեսներ։ Նորքի հայորդաց տանը դիմակահանդեսով են հրաժեշտ տալիս 2025 թվականին։ Հեքիաթային հերոսներ, խաղեր, մրցույթներ, երգուպար, մրցանակներ, նվերներ։ Ամանորյա միջոցառումներն առանց Ձմեռ պապի ու Ձյունանուշի չի անցնում։ Ձյունանուշի դերում Ինեսան է, 6 տարեկանից այցելում է հայորդաց տան Պարի դասարան։ Հայորդաց տունը նախ տալիս է մեզ մեծ ընտանիք, սովորեցնում է այն ամեն ինչը, ինչ մեզ պետք կգա հետագայում կյանքում, թե մասնագիտական կրթության առումով, թե կյանքի հարցում, սովորեցնում է մեզ սիրել մեր գործը, ընկերներին, մեզ տալիս է ամեն ինչ, որ հետագայում մեր ստեղի սաները արդեն իրենց ձեռք բերած գիտելիքով շարունակում են այլ ուսումնական հաստատություններում։ Ուսումնական տարին բեղմնավոր էր Նորքի հայորդաց տան համար։ Երգի, պարի, սպորտի, դեկորատիվ կիրառական արվեստի դասարանների սաները համերգներից, մրցույթներից, փառատոներից, մրցանակներով են վերադարձել։ Հայորդաց տան սաների ամենամյա նվաճումների մասին լավագույնս խոսում են պատերին փակցված պատվոգրերը։ Այս տարի Նարեկ պարային համույթն ավելացրել է դրանց քանակը եւս մեկով։ Վահանը 9 տարի պարի է հաճախում։ Նարեկ պարային համույթի ռեզերվային դասարանից է։ Այս տարի մասնակցել ենք շատ պարային մրցույթների, մեր sense մեծ մրցանակը, որ մասնակցել էինք նոր շունչ մրցույթին եւ 3 փուլից է կազմված մրցույթը, շատ դժվար էր ու արդյունքում մեր Նարեկ պարային համույթը Grand-Prix-ն շահեց, այսինքն չափի մեծ մրցանակ էր ու իսկ մենք հիմա ստացանք Grand-Prix, մյուս տարի չենք մասնակցելու, գնալու ենք գալահամերգին մասնակցենք։ Օրեր առաջ Նարեկ պարային դպրոցի տարբեր դասարաններ, տարիքային սաներ, տարբեր անվանակարգերում եւ արմեններ հարվածային գործիքների, դհոլահարների, համույթների սաները մասնակցեցին Սոտե հանրապետական մրցույթ փառատոնին, զբաղեցրեցին մրցանակային տեղեր եւ ունեցանք առաջարկներ մեկնելու Դուբայ, Բուլղարիա, Ֆրանսիա, մրցանակային տեղերով կախված մեկնել եւ ներկայացնել Հայաստանը եւս արտերկրում։ Գագիկ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցը նույնպես այս տարի ակտիվ է եղել։ Սաների համար հիշարժան էր Տաշիր Արենայի բացման արարողությունը, որտեղ նրանք հանդես են եկել առանձին ներկայացմամբ։ Տաշիր Արենայի հետ համագործակցությունը 2024 թվականից է սկսվել, երբ օտարերկրյա մասնագետներն այցելել են Հայաստանում միակ կրկեսային դպրոց, տպավորվել սաների աշխատանքով։ Մասնագետների կազմում են եղել անվանի ռեժիսորներ ու խորեոգրաֆներ համաշխարհային Cirque du Soleil-ից։ Գարնանը հայորդաց տան կրկեսի դպրոցը պատրաստվում է ելույթ ունենալ Տաշիր Արենայի բեմում։ Մեր դպրոցն ընդունել են որպես հայկական կրկեսի բազա, ասում է հայորդաց տան տնօրենը։ Համագործակցությունը Տաշիր Արենայի հետ կարևոր է համարում Տիկին Այդան, քանի որ կրկեսային դպրոցի շրջանավարտներն աշխատանք գտնելու համար հաճախ մեկնում են արտերկիր։ Այս համագործակցությունը հեռանկարներ է բացում սաների, հատկապես շրջանավարտների համար, որոնք ստեղծագործական կյանքը կարող են այսուհետ շարունակել հայրենիքում։ Անուշ Առաքելյան, Հարություն Տոլանյան, Եկեղեցական կյանք։